Առնվազն 20 տարի Ադրբեջանում ավելի շատ երեխա է ծնվելու, քան Հայաստանում։ Եթե ոչինչ չանենք։ Մենք հայերս անդադ խոսում ենք նրա մասին, որ մենք ուրիշ ենք։ Ինչի մեր վրա չի ազդել, ինչի բոլորի վրա ազդել է, իսկ մեր վրա չի մեր ծնելիության վրա չի ազդել։ Ռուսաստանի նահանջը մենք տեսել ենք։ Կողքից պարսիկներն էլ գնահեն ուղղակի, որ մեր մոտից գնում են, որովհետև պատերազմ է, իսկ եթե պատերազմ չլինի, ոչ մեկ էլ չի գնա։ Ինչ են անում, մի հատ շամպայն են տարակացնում, մի հատ ծոցա էլ ասում է ստորագրի։ Մեծ հաշվով ազգը կարող է նորմալ վերարտադրվել, եթե ազգի ներսում սեր կա։ Բայց ես Գերմանիայում կապրեմ։ Իսրայելում կա առանձին խաղ, որը օրենքով սահմանված է երեխա ունենալու համար։ Մենք շարունակաբար ինֆանտիլ ենք, իսկ իրանք շարունակաբար նախաձեռնող եւ ագրեսիվ։ Մեր համար էգզիստենցիալ հարց է։ Մենք 20 տարի շարունակ Ադրբեջանին պարտվելու ենք ծնելիությամբ։ Ողջույն, դուք դիտում եք հայկական գործոնը, ես Նունե Մելքումյանն եմ։ Բարև ձեզ, ես Ավետիք Չարաբյանն եմ եւ այսօր մեր հյուրն է պատմական գիտությունների տեխնացու Միքայել Մալխասյանը։ Ես ունեմ մի հոբի, որով հատկապես տարվում եմ, երբ ուզում եմ, այսպես ասած, ներքին իմիգրացիայի մեջ գնալ եւ նյարդայնանում եմ կամ ջղայնանում եմ նրանից ինչ որ կատարվում է, դա հին թերթերը կարդալն է, ընդ որում առաջին հանրապետության ժամանակաշրջանի ու մինչև այդ, ռուսական կայսրության ժամանակվա ու այստեղի հենց Երևանի, Հայաստանի այս մասի հետ կապված ու փառքաստով դրանք լավ թվայնացված են մեր ազգային գրադարանի կայքում ու ես իրենց կարդում եմ sense հերթով։ Մեկ առաջին համարը, երկրորդ համարը, երրորդ համարը կան թերթեր, որոնք վերջացել են իմ համար։ Ու թեպետ ես հասկանում եմ, որ ասել որ բոլոր բաները, որ պատմություն իրան կրկնում է եւ այլն, դա գիտական միգուցե մոտեցում չի, բայց չնկատել որոշակի զուգահեռներ այդ հերթերը կարդալիս կամ Թումանյան կարդալիս կամ Նժդե կարդալիս 100 տարի առաջվա ու այսօրվա ժամանակների հետ շատ բարդ է, էլի, որովհետեւ ակնհայտ են այդ զուգահեռները։ Ու այդ առումով միշտ հարց է առաջանում, էլի, ինձ մոտ, արդյոք այն ինչ մեզ հետ կատարվում է, կապված է ոչ միայն արտաքին աշխարհի հետ, այլ նաև մեր միգուցե ժողովրդագրական կամ ազգային ինչ որ հատուկ բաղադրիչների մեր այսպես ասած մենտալիտետի բաղադրիչների թե դա կապ չունի ընդհանրապես, օրինակ պատմությունն ինչ ասում է, գիտությունն ինչ ասում է տեսանկյունից։ Ես օրինակ ցիկլիկ տեսության կողմնակից չեմ, այդ մասին շատ եմ ասել, այսինքն ես չեմ համարում, որ պատմությունը նույնությամբ կրկնվելու ինչ որ ցիկլեր ունի, բայց բնականաբար պատմության մեջ կան ինչ որ ընդհանուր միտումներ, մանավանդ եթե դերակատարները չեն փոխվում։ Հիմա տվյալ դեպքում մենք այդ դերակատարներից մեկն ենք եւ բնականաբար ներքին գործոնը եւս կա, այսինքն մեր ներսում ինչ որ հարցեր կան, որոնք ազդում են իրավիճակի վրա եւ կան տարածաշրջանային խաղացողների հետ կապված գործոններ, որ ազդում են։ Հիմա 100 տարի առաջ ինչ եղավ։ Ռուսաստանում հեղափոխություն, այդ պետությունը տարաքեց ուղղակի ռուսական կայսրությունը, տարածաշրջանից ժամանակավոր դուրս եկավ, հետո 3 տարի անց վերադարձավ։ Եվ այդ վերադարձին պատրաստ չէին, եւ հեռանալուն պատրաստ չէին դերակատարները, եւ վերադարձին պատրաստ չէին։ Ինչ-որ նմանություն չես զգում։ Հիմա նմանություն, հա։ Որովհետեւ դերակատարները կրկնում են։ Հիմա այն ժամանակ Թուրքիան ուներ պոտենցիալ մտնելու տարածաշրջան, Պարսկաստանը չուներ։ Եվ Օսմանյան կայսրության տեսքով սկզբից Թուրքիան մտավ խաղի մեջ, հետո առաջին աշխարհամարտում պարտվող ճանաչվեց, դուրս եկավ, բայց Ադրբեջան պրոյեկտը մնաց նրա։ Եվ ստացվեց, որ դերակատարների փոփոխություն է կատարում, կա արդեն Ադրբեջան պրոյեկտ, որը խորհրդային նոր պետությունը պիտի հաշվի առնի դրա հետ ինչ անի, ինչ չանի, պլյուս կա Հայաստանի Հանրապետություն եւ Վրաստանի Հանրապետություն, երկու պետություններ, որոնք որ նախկինում երբևէ հանրապետության մոդելով պետություն չեն ունեցել։ Այսինքն եղել են միշտ միապետական վարչակազմով եւ Վրաստանը եւ Հայաստանը։ Հիմա նոր ձևի կառավարում Ադրբեջանը գոյություն չի ունեցել, այլ Ադրբեջանը չի եղել նոր պրոյեկտ եւ արդեն խորհրդային Ռուսաստանը պիտի հաշվի առներ վերադարձի ժամանակ տարածաշրջան ինչ անել այս հանրապետությունների հետ։ Եվ ստացվեց, որ Ադրբեջան-թուրքական պրոյեկտը պետք է վերամոդիֆիկացվեր, դառնար արդեն խորհրդային պրոյեկտ, պիտի հասկանային իրենք ոնց են դա օգտագործելու իրենց շահերի համար կամ չեն օգտագործելու, եւ Հայաստանն ու Վրաստանը նոր համակարգում ինչ դեր են ունենալու։
կլինեն խորհրդային հանրապետություններ, ենթադրենք առանձին սկզբից, հետո անդր դաշնություն կստեղծվի, այս 3-ին կխցկեն դրա մեջ, 36 թվին դրանց կբաժանեն, կասեն դուք դառնում եք միութենական հանրապետություն, ոնց որ Ռուսաստանն է, Բելարուսն է, Ուկրաինան է։ Կողքից պարսիկներն էլ կնահեն ուղղակի դիտորդի դերում, որովհետև պոտենցիալ չունեն ներգրավելու գործընթացի մեջ։ Իսկ թուրքերն էլ արդեն կոնկրետ Մոսկվայի պայմանագրով բաժանումից հետո սահմանի դրանից այն կողմ հավակնություն չունեն։ Մի ամիս իհարկե փորձեցին մնալ Գյումրիում ինչ որ բաներ անել, բայց ռուսական կողմը ասաց որ վերջ, Ախուրյանով գծել ենք այս կողմը, իմն է, այն կողմը ձերը։ Այսինքն դերակատարների առումով տեսնում ենք, որ հիմա էլ 3 նույն ռեգիոնալ խաղացողներն են։ Այդ 3 տարվա մեջ փորձեցին բրիտանացիները մտնել, ֆրանսիացիները մտնել, հայերը հրավիրում էին ամերիկացիներին, հույներն էին ուզում մտնել, տարբեր խաղացողներ, բայց երբ որ վերադարձավ Ռուսաստանը, տարածաշրջան բնականաբար այդ խաղացողներից ոչ մեկը այլևս չէր կարողանալու գետնի վրա գործողություն իրականացնել։ Եվ եղավ այն ինչ որ եղավ։ Նոր պետություն, խորհրդային միություն։ Հիմա նա եթե մենք նայենք այսօրվա իրականությունը, դե անալոգիան ակնհայտ է։ Ռուսաստանի նահանջը մենք տեսել ենք, վերադառնալու ձգտումը հիմա եւս տեսնում ենք, բայց պատկերացնել, որ լինելու է այն ամեն ինչ որ եղել է սրանից 100 տարի առաջ, մի քիչ դժվար է, որտեղ այն ժամանակ Ռուսաստանը կարողացավ վերադառնալ ու բառի բուն իմաստով երկաթա վարակուր սարքի։ Ախուրյան եւ Արաքս գետերից այս կողմի անկում տարածություն բացարձակ ոչ մի փոխազդեցություն չկար։ Այստեղ արևելյան Հայաստանն էր, այնտեղ արևմտյան, այստեղ արևելյան Հայաստանում կար հայկական կյանք, այնտեղ հայկական կյանքը մարել էր այդ մեկ, եւ երկրորդը իրանց միջև այլևս էլ ոչ մի տեսակ փոխազդեցություն չկար, որտեղ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև բացարձակ անանցանելի պատ էր։ Իդեպ Իրանի միջև էլ չկար։ Ես հետաքրքիր դեպք նկարագրեմ իմ ընկերներից մեկի, եթե չեմ սխալվում, հոր կամ պապու հետ էր եղել, հոր հայրը Իրանից լողալով Արաքս գետը անցել էր Հայաստան, որ գա այստեղ, իմանալով, որ ինքը անցնելով Արաքս գետը, եթե վերադառնա հանգարց Իրան հետ, Իրան դրա համար կգնդակահարեն, իսկ եթե գա այս կողմ, Իրան դրա համար առնվազն կձերբակալեն, եւ իսկապես լողալով անցել էր, ձերբակալել էին, մի քանի տարի Բաքվի բանտում էր անցկացրել, դրանից հետո եւ այլն։ Այսինքն այն ժամանակ մինչեւ որ ազատվել էր ու դրանից հետո նույնիսկ Հայաստանի Հանրապետության ու Խորհրդային Հանրապետության քաղաքացիություն չէր ստացել։ Այն ժամանակվա իրականությունը բոլոր դեպքերում տարբերվում էր հիմիկվա իրականությունից։ Հիմա եթե նույնիսկ Ռուսաստանի ազդեցությունը շարունակի աճել, իսկ կարելի է ենթադրել, որ եթե Ուկրաինան խաղացվի, դա տեղի կունենա։ Չի վերականգնվելու այն ամեն ինչ, ինչ որ եղել է նախկինում։ Եվ գուցե իմաստունի խոսալ նրա մասին, իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ դեպքում։ Այդ պատմությունը, եթե այո, ինքը ամբողջապես ցիկլիկ չի, բայց որոշակի անալոգիաներ կան, ոնց ենք պատկերացնում, էլ ինչ է այդ դեպքում տեղի ունենալու։ Բայց ինձ թվում է կա մի պետություն այստեղ խաղացողների տեսանկյունից, որը էապես փոխվել է, այսինքն ոչ միայն փոխվել է, այլ կառուցել է ինքն իրան, ու դա Ադրբեջանն է։ Այսինքն այն Ադրբեջանը, որը մենք ունեինք օրինակ 20 թվին, հա, ու այն Ադրբեջանը, որը մենք ունենք հիմա, ես օրինակ կարծում եմ, որ դա երկու շատ բավական տարբեր իրարից են։ Իրանը այն ժամանակ էլ Իրանը ըստ էության շատ թույլ պետություն էր, թույլ կենտրոնական իշխանությամբ, ինչ որ իմաստով բաժանված խորհրդային ու բրիտանական ազդեցության գոտիների եւ այլն, հիմա դու ունես լրիվ ուրիշ։ Բայց Իրանի քաղաքացիները, Իրանի մարդիկ, ովքեր որ իրանց համարում էին իրանցի պարսիկ, հա, իրանց ինքնագիտակցությունը երևի թե այդքան չի փոխվել, այսինքն դա հին ազգ է, իրանք միշտ գիտեն իրանք որ ազգության են պատկանում եւ այլն։ Մինչդեռ այստեղ կարծում եմ բավականին փոփոխություն է տեղի ունեցել հենց ինքնագիտակցության մակարդակի վրա, հա, որովհետեւ մարդիկ 100 տարի առաջ իրանցի ադրբեջանցի չէին, իրանք իրանց չէին անվանում, իրանք իրանց անվանում էին մահմեդական կամ թաթար, եթե չեմ սխալվում, հա, իսկ հիմա դա ազգակերտման process է տեղի ունեցել, իսկ ու ներսից էլ որոշակի դեմոգրաֆիկ մեծ փոփոխություններ են չէ տեղի ունեցել Ադրբեջանում, այսինքն բավականին փոփոխվել է այդ առումով։ Այն ժամանակ տարածաշրջանում, ասենք հայկական ու մահմեդական տարը մոտավորապես հավասարարժեք էր իր քանակությամբ եւ իմիջիալույս նաեւ տարածման արյալով։ Ինչ տեղի ունեցավ այս 100 տարիների ընթացքում, նրա պատճառով որ մենք շարունակաբար ինֆանտիլ ենք, իսկ իրանք շարունակաբար նախաձեռնող եւ ագրեսիվ, ինչի մասին մենք մի անգամ խոսել ենք, իրանց արյալը հիմա մեր արյալից մոտ 2.5 անգամ մեծ է, իրանց բնակչությունը մեր բնակչությունից եւս մոտ 2.5 անգամ մեծ է առնվազն։
Եթե նա ինչ-որ տեղի ունեցել։ Իսկ մեր աճը բնակչության ինչպես է տրենդը ոնց է փոխվել էլի, ինչպեսի տրենդ է եղել օրինակ 19-րդ դարում, ու ինչպեսի տրենդ է 20-րդ դարում ու 21-րդ դարում էլի։ Արևելյան արևմտյան Հայաստան միգուցե այդ համեմատականվել։ Մենք հիմա գտնվում ենք պատմականորեն ամենափոքր բնակության արեալի վրա։ Պատմականորեն ամենացածր կետն է սա մեզ համար, այսինքն ամենափոքր տարածքում մեր հայրենիքի մենք հիմա կազմում ենք մեծամասնություն։ Դա Հայաստանի Հանրապետությունն է եւ Ջավախքը։ Այսինքն առաջ Արցախն էլ կարող էինք ասել, հիմա Արցախի կորստից հետո, հուսով եմ ժամանակավոր կորստից հետո մենք ունենք իրավիճակ, որ ամենափոքր բնակչության արեալն է։ Դրան զուգահեռ մեր բնակչության աճի տեմպերը զգալիորեն նվազել են եւ շատ են տարբերվում 19-րդ դարի եւ անգամ 20-րդ դարի ցուցանիշներից։ Օրինակ, ես երբ որ կարդում եմ հետազոտողների տարբեր աշխատանքներ, տեսնում եմ տենդենցիոզ տեքստեր, ձևակերպումներ, որ ասում են խորհրդային տարիներին ուրբանիզացիայի պատճառով մեր ծնելիությունը նվազել է, բայց մեր ծնելիությունը շատ դանդաղ էր նվազել եւ շատ քիչ էր նվազել։ Ուրբանիզացիան մեր վրա շատ ազդեցություն չի թողել։ Մանավանդ խորհրդային ուրբանիզացիան նախատեսում էր ինչ։ Հետո սոցիալական բնակարանաշինություն, այսինքն ընտանիքը գիտի, որ էլի կստանա իր բնակարանը, նոր անդամ ապագայում կունենա կրթության հնարավորություններ, աշխատանք եւ այլն, համակարգը գործում է։ Դա մեր այսօրվա համակարգը չի, որ մտածես հիպոթեկով տուն առնես, եսի ինչ անես, սոցիալական բնակարանաշինություն չկա հիմա։ Այդ տեքստերը Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելարուսի, Մերձբալթիկայի, մասամբ Վրաստանի համար են գրված եւ Մոլդովայի, որ ուրբանիզացիան աճում էր, դրան համապատասխան տեսնում ենք ծնելիության արագ նվազում։ Պլյուս իրենց մոտ մինուս առանց Վրաստանի երկրորդ աշխարհամարտի ուղղակի ազդեցություններ, այսինքն տղամարդկանց թվաքանակի կտրուկ նվազումը ռազմաճակատ է չէ եղել երկրորդ աշխարհամարտում 27.5 միլիոնից առնվազն 20 միլիոնը տղամարդիկ են եղել վերարտադրողական տարիք։ Բայց մեր մոտ էլ էր, չէ՞, մենք էլ ենք շատ տվել։ Մենք էլ ենք շատ զոհ տվել, բայց պատերազմական գործողություններ Հայաստանի տարածքում չեն եղել։ Okay, այսինքն ռազմական դաշտ։ Օրինակ մենք Հայաստանի տարածքում չենք ունեցել սպանված երեխաներ պատերազմի ժամանակ։ Ու կանայք։ Եվ նույնը այո կանայք, բայց օրինակ մենք Հյուսիսային Կովկասում ենք շատ զոհ ունեցել քաղաքացիական։ Ռոստովի մարզի տարածքում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամաս, Ստավրոպոլի երկրամաս, որոնք շատ հայահոծ տարածքներ էին, այդտեղ այո հայերը մեծ կորուստ ունեցել են, բայց բուն եթե Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանի տարածքի մասին ենք խոսում, այդ ազդեցությունը ավելի փոքր է եղել։ Իսկն այդտեղ ռազմական գործողություններ չեն եղել։ Այո, մենք ունեցել ենք 250,000 առնվազն զոհ, նույնիսկ 315,600 թիվ կա, որ 2015 թվականին հնչեցվել է Կարմիր հրապարակում բանից շքերթից, ռազմական շքերթից առաջ։ Խորհրդային միության ամբողջ հայ բնակչության մասին, դա ամբողջ հայ բնակչության մասին։ Կորուստներ, մահեր, անհայտ կորածներ միասին։ Ու մենք մական բարձր դիրքերում ենք, չէ՞, կորուստների տեսանկյունից։ Եթե մենք միայն խորհրդային Հայաստան ենք թողնում 200,000 է։ Այսինքն այս առումով էլի շատ մեծ է կորուստը։ Կներես առանց Արցախի։ Այո, առանց Արցախի։ Հա, որովհետև այդ ժամանակ իմ մոտ միանգամից հարց ցակես ուրբանիզացիային վերադառնալով եւ նաեւ բարձրագույն կրթության աճին սովետական, իսկ ինչի մեր վրա չի ազդել, ինչի բոլորի վրա ազդել է, իսկ մեր վրա չի մեր ծնելիության վրա չի ազդել էս փաստը։ Այնպես չի որ լրիվ չի ազդել։ Ինչա քիչ ազդել ավելի։ Տես նա ինչա տեղ ունեցել։ Ուրեմն երբ որ այս տարածաշրջանը հայտնվել է ռուսական կայսրության կազմում, մեկ դարի ընթացքում նույնիսկ ավելի քիչ, ըստ էության 1828-ից մինչև 1914 թվերը, երբ որ սկսել է առաջին համաշխարհային, այս տարածաշրջանում բնակչությունը աճել է 6 անգամ։ 6 անգամ։ Բոլորին ես հասում, չէ, բայց հա ով կար, չկար, հայկական բնակչությունը, հա։ Բնակչությունը 6 անգամ, նու Հայաստանի տարածքի բնակչությունը աճել է 6 անգամ, իրական հայկական ավելի արագ աճել։ Հա, հայկական ավելի արագ աճել, այո։ Որտեղ մահմեդականը տենց արագությամբ չի աճել։ Հետաքրքիր բան ասեմ, հիմա տես, նրանից հետո երբ որ Հայաստանը խորհրդայնացվել է, էլի այս Հայաստանի տարածքում այդ պահին ապրել է մոտավորապես 720,000 մարդ, որովհետև պատերազմական տարիներին մոտ 300,000-ի կորուստ ենք մենք ունեցել, իրական ավելի մեծ կորուստ ենք ունեցել, բայց ունեցել ենք նաև ներգաղթ արևմտյան Հայաստանից։ Կորուստը մոտ 5 միլիոն մարդ զոհվել է։
Մնացած 200,000-ը ու 200,000-ը մեր գաղտնիք սովն է։ Հա, այդ բոլոր կոլեկտիվիզացիայով հանդերձ չէ, մինչև եք ասում, հա, դա մինչև 14-ից ասում, հա, 21 թվականի սկիզբը մենք ես Հայաստանի տարածքում ունեցել ենք 5 միլիոն հիվանդություններ, սով, այսինքն հիվանդություններ, սով, թուրքերի 2 անգամ ներխուժում եւ այլն, հա։ 5 միլիոն մարդազովել եւ մոտավորապես 200,000 ներգաղթել է, այսինքն ընդհանուր նվազումը բնակչության եղել է 300,000։ Հիմա 21 թվականի սկզբին խորհրդայնացման ունեցել ենք 720,000 բնակիչ։ Դրանից ուղիղ 70 տարի հետո 91 թվականին մենք ունեցել ենք 3.6 միլիոն բնակիչ, այսինքն բնակչությունը 70 տարում հանգապատկվել է։ Հիմա հսկայական թիվ է։ Այդ եկեք ասենք դա լավ է թե վատ է ու համեմատական տեսա։ Օրինակ Վրաստանին ինչքան է աճել։ Վրաստանում 1950-ական թվականներից նկատվել է ծնելիության կտրուկ նվազում։ Իրենց մոտ ոչ միայն ուրբանիզացիան է աճել, իրենց մոտ մշակութային հեղափոխության հստակ դրսևորումներ են ի հայտ եկել։ Օրինակ Երևանի, սովետական Երևանի սրճարաններում դժվար էր գտնել այսպես բաց տեսարան, ասենք, ծխող կին։ Ահա, մինչև վերջերս էր դժվար գտնել։ Հա, հիմա Երևանում, դա խորհրդային Երևանում գրեթե բացառված բան էր։ Բայց սրճարան իհարկե, բայց հա։ Դե ասենք մի կազիրոկ կարող է բացառություն լինել, հա, կամ վեցերոկ։ Բայց սա օրինակ կնոջ հասարակական դերի այդպես ֆեմինիստական մեկնաբանության որպես մանիֆեստ է, հա, ցուցադրություն։ Երևանում դա չէր կարող արտահայտվել եւ ուրբանիզացիա ասածը սովորաբար հենց այդ մշակութային լանդշաֆտի փոփոխության հետ են կապում։ Դրա համար են ասում ուրբանիզացիան վատ է անդրադառնում ժողովրդագրության վրա, բայց խորհրդային Հայաստանում ուրբանիզացիան շատ ավելի բարձր էր, քան Վրաստանում։ Անկախանալու պահին մեզ մոտ 70% էր, իրանք հազիվ 50% էին անցել։ Եվ հիմա էլ մենք ամենաուրբանիզացված հանրապետությունն ենք երեքին։ Ես այդքան ուրբանիզացիան չի ինձ զարմացնում, որ չի ազդել, ինչքան ինձ զարմացնում է կանանց մեջ ավելի մեծ տոկոսը բարձրագույն կրթություն ստացող կանանց եւ աշխատող կանանց, որ դա չի ազդել, էլի, որովհետեւ են ունեցել։ Ու միաժամանակ այդքան զավակ են ունեցել։ Տես մի հատ հետաքրքիր բան։ Ինչից ենք ողոք, իսկ ես այսօրվա դրությամբ նո խոսում եմ 24 թվականի մասին, որտեղ կան տվյալներ։ Պարադոքսալ բան է, որովհետեւ ես ում հետ հարցրել եմ հակառակ պատասխանն են տվել իրականությանը։ Ասում եմ որտեղ ամենաբարձր ծնելիությունն է 3 հանրապետությունների մեջ, բոլորը ասում են Ադրբեջանում։ Չէ։ Իրական Հայաստանում է։ Ամենաբարձր ծնելիությունը Հայաստանում է, հետո Վրաստանում է, հետո Ադրբեջանում։ Դա ինտուիտիվ թիվ չի։ Ես գիտեմ այդ թվերը, բայց ինտուիտիվ քեզ թվում է, որ հակառակն է։ Կնոջ պտղաբերության գործակիցն է։ Հա, կնոջ պտղաբերության։ Մի կնոջ վրա հասան։ Կնոջ պտղաբերության գործակցով առաջի տեղում Հայաստանն է, երկրորդ տեղում Վրաստանը, երրորդ տեղում Ադրբեջանը։ Հիմա այստեղ նյուանս կա, որը պետք է հասկանալ։ Եթե հարցը տա 5 տարի առաջ հակառակ կլներ հաջորդակցությունը։ Ադրբեջանը կլներ առաջի տեղում, Վրաստանը նույն ձևի երկրորդ տեղում, մենք կլինենք երրորդ տեղում։ Տարածություն 5 տարվա մեջ տեղեր ենք փոխվել։ Մեր մոտ աճել է։ Հա։ Կանանց պտղաբերության գործակիցը Ադրբեջանում կտրուկ նվազել է։ Իրականում չի աճել ուղղակի։ Չէ, աճել։ Իրանց մոտ չի աճել ուղղակի։ Չէ, մեզ մոտ չի աճել։ Հա, մեր մոտ չի աճել։ Մեզ մոտ աճել, բայց չէ, թող ինքը իր պատասխանը ասի, ես հիմա կասեմ, բայց դες հետաքրքիր բան կա։ Ադրբեջանում կար խնդիր իրականում։ Ադրբեջանը քրոնիկ կերպով ավել է ցույց տալիս իր բնակչությունը։ Էապես ընդ որում։ Էապես, այո, մոտ 20-ից 25%-ով ավել է ցույց տալիս։ Այսինքն ենթադրաբար կարելի է մտածել, որ ինքը ունի մոտ 8 միլիոն բնակչություն, կամ նույնիսկ դրանից էլ պակաս ցույց է տալիս 10։ Հիմա եթե այդ կոռեկցիան անես, կստացվի, որ իրանց մոտ էլ կանանց պտղաբերության գործակիցը մոտավորապես այնքան է, ինչքան Հայաստանում, մոտավորապես։ Եթե այդ կոռեկցիան, որտեղ հայտարարը իրանք արհեստական են ուրճացնում են, եթե հայ ծնելիությունը չեն ուրճացնում։ Չէ, ծնելիությունը չէ։ Ադրբեջանում անցած տարի ծնվել է 3 անգամ ավելի շատ երեխա, քան թե Հայաստանում։ Այն դեպքում, եթե օֆիցիալ իրանց մոտ բնակչությունը 10 միլիոն է, մեր մոտ 3 միլիոն է, այսինքն այլ ավելի շատ է, քան թե 3 անգամ է, հա, թվում է, որ պետքա բան լիներ։ Բայց իրականությունն է, որ մենք Ադրբեջանի հետ մոտավորապես նույն կարգ ենք, Վրաստանը մեզանից մի քիչ ցածր է, բայց մեր մոտ պտղաբերության գործակիցը մեր տարածաշրջանում մեհապես ավելի բարձր է, քան թե օրինակ Ռուսաստանում կամ եվրոպական ցանկացած երկրում։ Կնոջ պտղաբերության գործակիցը սովորաբար հաշվարկում են 20-25 տարի հեռավորության համար։ Այսինքն ինքը այսօր ոչ մի բան չի որոշում։ Expectancy, այսինքն, այո։ Դրա համար մենք պետք է նայենք ինչ ունենք հիմա։ Օրինակ, մենք ունենք պատկեր, որ Վրաստանում արդեն մի քանի տարի մահացությունը ծնելիությունից բարձր է։ Այո։ Եվ սա արդեն անդառնալի գործընթաց է, իրենք մի անգամ անցել են 2000-ականներին սրանով, մի կերպ հաղթահարել են։
Հիմա նորից դրա մեջ են ու արդեն ամեն տարի ավելի վատ են ցուցանիշները։ Իրենց մոտ կնոջ պտղաբերության գործակից այ 50-ականներին որ խոսում է, 50-70-ականներին գնալով այնքան նվազեց, որ արդեն 70-ականների վերջին պարզ էր, որ 2000-ականների սկզբին իրենք մտնելու են այն փուլ, որը կոչվում է դեպոպուլյացիա, այսինքն ավելի շատ մահ, քան ծնունդ։ Հիմա Հայաստանում այդ միտումը 90-ականներին սկսեց դրսևորվել։ Ոչ թե խորհրդային ուրբանիզացիայի ժամանակ, այլ հետխորհրդային շրջանում, երբ որ փլվեց այդ ամբողջ համակարգը, այդ սոցիալական ինստիտուտների փոխկապակցված աշխատանքը, արտագաղթի զանգվածային ծավալներ եւ այլն, այդ էներգետիկ ճգնաժամի տարիները, շղթաները, որ աշխատում էին մանկապարտեզից սկսած մինչև ծննդօգնություն եւ այլն, այդ ամբողջ համակարգը մեզ մոտ հայտնվեց ճգնաժամի մեջ, աշխատատեղեր եւ այլն, այդ ամեն ինչը ազդում է։ Պլյուս դրան առաջացավ վակուում գաղափարական։ Գաղափարական վակուումը լցվեց ուլտրալիբերալ գաղափարներով։ Այո։ Խորհրդային տարիներին հիմա գաղափարախոսություն կար, որը իր մեջ ուներ իհարկե բաներ, որոնք մեզ հետ չեն առնչվում, հա, մարքսիստական օրինակ հայացքների ես բացարձակապես չեմ կիսում, բայց դրա մեջ որոշակի ալտրուիզմ կար։ Այո, եւ այնտեղ նաեւ ուրիշ բան կար, խորհրդային պետությունը ամեն դեպքում իր մոդելը, բայց հայրենասիրություն էր քարոզում։ Իսկն օրինակ հայրենական մեծ պատերազմի պես կերպարները առանձնացնելով, հայրենիքի համար կռվելը եւ այլն համարելով առաջնային, եւ սա հայերի մոտ շատ հաճախ լոկալիզացվում էր սեփական օրինակներով, Արցախյան պատերազմի։ Ես շատ պատմություններ եմ լսել կոնկրետ ընտանիքներից, որ պատերազմի ժամանակ, հենց առաջին Արցախյան պատերազմի ժամանակ որոշել են ընտանիքում 3-րդ երեխա, 4-րդ երեխա ունենան, որովհետև գիտեին, որ կան կորուստներ տղամարդկանց ռազմաճակատում։ Այսինքն այս գաղափարները ազդել են եւ իրենք վիճակագրության մեջ հետո երևում են։ Հիմա այս պահին իրականում կնոջ պտղաբերության գործակիցը հենց Ադրբեջանի օրինակը շատ տեղին էր, Ադրբեջանում իրենք հենց թվականակը տարբեր ցույց տալով ստանում են իբր պտղաբերության գործակիցը իրենց մոտ նվազում է։ Իրականում իհարկե նվազում է, բայց ոչ այնքան, ինչքան որ կա։ Մեզ մոտ էլ կա այդ խնդրեմը։ Մեզ մոտ իրականում այն թվերը, որոնք հրապարակված են կնոջ պտղաբերության գործակցի, նույնիսկ անցած տարի արդեն 1.9 էին մոտեցնում, 1.800 քանիս էին գերել։ Որովհետև հաշվում էին 3 Իրանք վերցրել էին նախորդ մարտահամարի բազային հիմքով էին հաշվում, մեր բնակչության թիվը 3 միլիոնից ցածր էին հաշվում եւ արդյունքում ստանում էին այդպիսի թիվ։ Հեսա որ վերահաշվար կանեն մեր նոր մարտահամարով արկա բնակչության թիվը 2.689.000 է։ Դրանց պետք է գործակիցը բարձրանա մի քիչ։ Դա պետք է բարձրանա, բայց ինչ են արել։ Ուրեմն իրանք հիմա վերցրել են անցած տարի Արցախից հաշվառում ունեցողների 69000 մարդու, 68645 մարդու մտցրել են բնակչության, մշտական բնակչության մեջ եւ հիմա միանգամից թիվը կտրուկ բարձրացրել են։ Որովհետեւ շատ ունեն։ Հայտարարն է բարձրացել, դրանց գործակիցը պետք է նվազի։ Հիմա նվազել է, հենց դա եմ ասում։ Իրականում գործակիցը մեզ մոտավորապես շատ ճիշտ ասվեց։ Մի վարքյան մեծ ստատուս քվոն ֆիքսենք, հա, մեր մեզ լսողների համար։ Մի հատ խնդրում եմ գործակիցն ասեք Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի համար։ Պաշտոնապես անցած տարի Հայաստանում եղել է 1.88, մի կնոջ հաշվով ծնված երեխաների թիվը։ Ադրբեջանում եղել է 1.47, Վրաստանում, եթե չեմ սխալվում, 1.7։ Okay։ 1.7։ Իրական բոլորում են 1.7։ Հա։ Հիմա համաձայն չեմ, Հայաստանում բարձր է, բայց ես բացատրեմ։ Չէ, եկեք սա բան, վիճաբանության չեմ վերացում, փորձում ենք բացատրել, տեսեք։ Հայաստանում տեղի ունեցել շատ հետաքրքիր գործընթաց, որը ըստ էության հայկական հասարակության արձագանքն է, ռեակցիան է 20 թվականի 44-օրյա պատերազմին։ Մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ծնելիությունը աբսոլյուտ թվերով պահպանվել է նույն մակարդակի վրա, այն դեպքում, երբ որ եւ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ընթացքում նվազում էր։ Երկուսում էլ նվազում էր իմիջած բոլոր հետխորհրդային երկրներում, դա պարզ պատճառ ունի, որովհետեւ դու ունես դեմոգրաֆիական ցիկլեր, որի պիկը պայմանավորված, այսպես ասած, երեխաների բումով, բեյբի բումով, որը մոտավորապես 55-ից 60 թիվն է, հա, այդ ժամանակահատվածն է։ Սովետում էլ էր տենց բեյբի բումերները այդ ժամանակ, օքեյ, հա։ Ու հետո տես սերունդ առ սերունդ դու 25 տարին մեկ ունես պիկ եւ դրա արանքը, դրա մեջտեղ ընդհակառակ ունես նվազագույնի կետը։ Այսինքն հաջորդ պիկը 85 թիվն է, այն հաջորդ պիկը Հայաստանում եւ Ադրբեջանում 2010-2011 թվերն են, այն մյուս հաջորդ պիկը Հայաստանում
կլինի օրինակ 35 թվից այն կողմ 36, 37, որտեղ նաև սերունդի այսպես ասած տևողությունը եւ ծնելիության մինիմալ տարիքը երկարում է։ Այսինքն հաջորդ պիկը մենք ունենանք 36-37 թվին։ Դրա արանքը դու ընդհանրակ ունես մինիմումներ։ Հիմա երբ ա եղել մինիմումը Հայաստանում։ Հայաստանում մինիմումը եղել է 2002-2003 թվականներին եւ 24 երբ որ ծնելիության Չէ, մի րոպե, երբ որ ծնելիության գործակիցը ընկել է 1 ու 2։ Հա, ես հիշում եմ նույնիսկ այդ Հիմա նույն տրամաբանությամբ հաջորդ մինիմումը մեր մոտ պետքա լինի ոչ թե 24 թվին, 27, 28, 29, այդ շրջանում պետքա լինի։ Մենք հələ մինիմում չենք ասել, բայց հիմա տես, մենք հիմա իջնում ենք, այսինքն պիկը, տես մինիմումը 2 թվին է, պիկը 10 թվին է, մենք հիմա իջնում ենք դեպի մինիմում։ Ուրեմն հետաքրքիր բան է տեղի ունեցել 2018 թվականից սկսած մինչև 2023 թիվը ներառյալ, այսինքն 6 տարի մեր մոտ ծնելիությունը եղել է նույն մակարդակի վրա, տարեկան 36000 երեխայի ծնունդ է տեղ ունեցել, որը տարօրինակ է, որովհետև պետք է անկներ, ունեք անցյալ տարին գերա վերջապես։ Անցյալ տարի 34000-ից մի քիչ ներքև է ծնելիությունը։ 33600։ Հա, 33600։ Հիմա բայց տես 6 տարի ծնելիությունը եղել է նույն մակարդակի, երբ որ պետք է նվազեր։ Հիմա հարց առաջանում, ինչ է տեղ ունեցել այս ընթացքում։ Ինչի ծնելիությունը չի նվազել, մնացել է 6 տարի պլատոյի վրա։ Բացատրությունը հետևյալն է։ Եթե 2018 թվականին այդ 36000 երեխաների մեջ երրորդ երեխան 8000-ն էին, հա, ապա 23 թվականին այդ 36000 երեխաների մեջ երրորդ երեխան արդեն 12000-ն էր։ Այսինքն ընտանիքների մեջ ավելի շատ ընտանիքներ են սկսել ունենալ երրորդ երեխան։ Այն առաջի երկրորդ երեխան, որ այսպես ասած բազային վերարտադրությունն է, նվազել է, հա, փաստորեն ստացվել է հետևել 28000-ից նվազել է մինչև 24000 այդ ընթացքում։ Բայց կոմպենսացիա է տեղի ունեցել երրորդ երեխա ծնվելու աշխարհում։ Այսինքն մենք կարանք ասենք, որ մեր հասարակության մեջ կա ինչ-որ խավ, գիտակից հատված։ Ոչ թվականին ասեցին, որ հասկանում երեխաները 10-ից 23։ Հա, դե դա 23-ին մենք երրորդն ենք ունեցել։ Անցման ներկապուլում երեխա ունենալը գիտակցության հետ կապ չունի։ Այսինքն ասել, որ դա որոշ, դա տեսությունն է ասում, ժողովրդագրությունը գիտություն է, ունի տեսություն, ժողովրդագրական ասման տեսություն գոյություն ունի։ Մենք հիմա 4-ից 5-րդ փուլի անցման շրջանում ենք։ Այստեղ ասել, որ մերոնք գիտակցված մտածել են, չգիտեմ, 18 թվին հեղափոխություն է ունեցել, ունենանք երրորդ երեխա, կամ չգիտեմ, պատերազմ է ունեցել, տեղի ունեցել ունենանք երրորդ երեխա, դա շատ մեծ վիճակագրության հետ կապել պետք չի, այսինքն 4000-ի ձեր նշած տարբերությունը ինքը ուղիղ կոռելացիա չունի ոչ 18 թվի հեղափոխության հետ, ոչ էլ 20 թվի պատերազմի հետ։ Այո, ես ինքս Արցախյան պատերազմի օրինակը նշեցի, որ կար գիտակցում, որ պետք է էլի երեխաներ ունենալ։ Բայց նախ մենք այն ժամանակ գտնում ենք ժողովրդագրական անցման 4-րդ փուլի մեջ դեռևս եւ դեռևս խորհրդային հասարակության հետ գործ ունենք։ Իսկ հիմա մենք գործ ունենք հասարակության հետ, երբ որ դժվար է ասել, ինչ գաղափարախոսություն ընդհանրապես չկա, ինչ գաղափարներ են ազդում։ Եվ երբ որ մենք սոցիալական կազմ փորձենք անել այդ վիճակագրության մեջ, մենք այդտեղ դժվարությամբ կարողանանք գտնել օրինաչափություն, այսինքն այդ 4000 ամեն տարի ավել 3 երեխաների դեպքում դժվար կլինի բացատրել։ Ասենք դա պայմանավորված է ենթադրենք երրորդ երեխայի համար տրվող նախկին 300,000 դրամ նպաստը այժմ 500 հետո 1 միլիոն, հա, 500,000 դարձավ հետո 1 միլիոն, դրա հետ, թե գիտակցության հետ, թե ենթադրենք հարուստ են կամ աղքատ են դրա հետ, սա շատ բարդ բան է, այսինքն ես համաձայն չեմ, որ մեզ մոտ ծնելիությունը բարձր է։ Ես համաձայն չեմ, որ մեզ մոտ ծնելիությունը պահպանում է նույն մակարդակին։ Մեզ մոտ հակառակը ծնելիությունը նվազում է։ Եվ այդ 36000 պահպանվելը ընդամենը 80-ական թվականների էֆեկտն է։ Այսինքն 80-ականների սերունդը, որ բեյբի բումերներ են, 70-ականների վերջ 80-ական երեխաներն են։ Իրանք ունենում են երեխաներ, եւ այդ երեխաներ, երբ որ իրանցից որոշում են, որ երրորդ երեխա պիտի ունենան, իրանց էֆեկտը ավելի մեծ է, քան ենթադրենք իմ ծնողներն են որոշել երրորդ երեխա ունենալ։ Իրանց ամեն մի այդ շարժը տոկոսներով փոփոխություն է առաջացնում։ Հիմա անցած տարի այդ փլուզումը եղավ։ 24 թվին մենք ունեցել ենք պատմականորեն երրորդ ամենացածր բացարձակ թիվը ծնելիության 2001-2 թվերի ցուցանիշները օրինակ մեր շատ այդպես տարածված բան կար իշխանությունները ժամանակակից երբ որ ընդդիմություն էին 2001-2 թվերի ծնունդները որպես արգումենտ էին օգտագործում ասում էին նվազագույն ծնունդներն են օրվա իշխանություններն են մեղավոր Հիմա ես չգիտեմ իշխանություններն ինչքանով ուղիղ կապ ունեն այդ թվերի հետ, բայց հիմա 24 թիվը երրորդ վատագույն ցուցանիշն է։ Ընդ որում հաշվարկը գործակցի այն ժամանակ կատարում էին 2002 թվին եւ 2001-ին 1989 թվի մարտ համարի հիմքով։ Ինչու՞։
Որովհետև դրանց տո մարդամարը 2001-ին նոր արել են, որը հրապարակվել է 3-4 թվականներին փուլերով։ Այսինքն ստացվում է մենք 3.5 միլիոն մարդ բազային տվյալի վրա ենք արել այդ ցուցանիշները։ Ստացել ենք 1.2 ցուցանիշ, այն դեպքում որ դա 1.4 է։ Հիմա էլ իրականում 1.7 է, 1.9 չէ։ Եվ Ադրբեջանում այո նվազում է, որովհետև Ադրբեջանում ամեն տարի ուրբանիզացիայի մակարդակը աճում է, հիմա էլ ուրբանիզացիան ընթանում է կապիտալիստական պայմաններում, այսինքն դա սովետական այդ սոցիալական բնականաշինության համակարգով չէ, բնական է, որ այնտեղ պետք է նվազի։ Վրաստանում էլ է աճում նույն ուրբանիզացիան եւ այլն, այսինքն այդ միտումները օրինաչափ են, բայց քանի որ մենք 20-25 տարվա կտրվածքով կնոջ պտղաբերության գործակցի հետ գործում ենք, մենք 20 տարի շարունակ Ադրբեջանին պարտվելու ենք ծնելիությամբ։ Այսինքն առնվազն 20 տարի Ադրբեջանում ավելի շատ երեխա է ծնվելու, քան Հայաստանում։ Եթե ոչինչ չանենք։ Եվ բնական աճն է լինելու ավելի բարձր, քան Հայաստանում, եթե Հիմա ուզում եմ գամ դրան, հա, մենք այսքան խոսեցինք շատ հետաքրքիր է իհարկե ցիկլները, մոտեցումները եւ այլն, ես հասկանում եմ, որ այդտեղ ինչ որ հնարավոր է դա դուրս բերել եւ կորելացիաներն էլ հասկանալ, չնայած լավ չեմ հասկանում ինչի մենք կարող ենք պնդել, որ կորելացիա չկա։ Ես հասկանում եմ ինչի մենք կարող ենք պնդել, որ մենք չգիտենք կա կորելացիա թե չէ, բայց չեմ հասկանում ինչի հստակ կարող ենք պնդել, որ կորելացիա չկա։ Դա ուսումնասիրության առարկա է իրականում։ Հա, ինձ թվում է, որ Միքայելի ասով որ դա մի գործոն չի։ Ես էլ եմ հասկանում։ Հա, ես էլ եմ դա հասկանում։ Դա բազմագործոն է, բայց այդ գործոնը ես կարող եմ դրա համար եմ ասում, ես կարող եմ հասկանալ կներես։ Ես կարող եմ հասկանալ, որ մենք ասում ենք, որ գործոնները շատ են, ես պնդումը, որ հստակ չկա կորելացիան, դա չեմ հասկանում, որտեղից է գալիս։ Որովհետև այդտեղ այնպիսի գործոններ կա, որոնք չափել հնարավոր չէ։ Այսինքն մենք կարող ենք չափել, ինչի արդյունքում են Երևանում հայտնվել child-free շարժման, ասենք, ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող չափել, չէ՞։ Չէ, չենք կարող չափել, բայց մենք չենք կարող։ Չափում ենք հետեւյալը, որ Հայաստանում, չգիտեք ոնց, պահպանվում է առաջին երեխայի գաղափարը։ Այսինքն մեզ մոտ եթե ընտանիքը չունի վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, առաջին տարում ամուսնական 90%-ից բարձր է ցուցանիշը երեխա ունենալու։ Իսկ մենք, այո, իսկ սա մշակութաբանական ֆենոմեն է։ Լավ է, որտեվ երեխա են ունենում։ Չէ, լավ է, որ երեխա են ունենում, բայց ինչու է դա ավելի լավ առաջին տարում կամ երկրորդ, ուզում եմ ասեմ, ինչի 5 տարին չենք նայում, այլ մի տարին ենք նայում։ Ցուցանիշներն են նվազում, այսինքն ես նայում եմ խնդրին ժողովրդագրության տեսանկյունից, ոչ թե ընտանիքի բարեկեցության։ Ես էլ եմ հիմա ժողովրդագրության տեսանկյունից հարցնում։ Հիմա ենթադրենք ամուսնական զույգ են եվրոպական, պայմանական, հա, երկրներում, հարևան Վրաստանում նույնիսկ արդեն Ռուսաստանում, Ուկրաինայում, ասում են դե հələ մի երկու հարց լուծենք, էս անենք, անենք նոր երեխա։ 10 տարի կյանքը վայել։ 10 չեմ հարցնում, չենք նայում 3 տարին կամ 5 տարին, այլ հենց մի տարին, էլի ինչու՞։ 9 ամիս գումարում ենք պրծնում։ Չէ, չենք դա դրան ասում լավ։ Որովհետև տես։ Այ ինչքան ավելի շուտ է ծնվում առաջին երեխան, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ շատ կունենա իրանից հետո։ Այո, հենց դա կարևորը։ Լավ, հիմա ես հասկանում եմ, ստատուս քվոն եմ հասկանում, վիճակն եմ հասկանում, հիմա ասա ինչ չես հասկանում, դա էլ ասենք։ Էդ եմ, ուզում քննարկենք, հիմա եկեք քննարկենք ես միշտ այս երբ մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, հատկապես երբ որ խոսում ենք 90-ականների, միշտ չեմ կարող չնշել այն փաստը, որ մեր մոտ այդ թվում նաև այդ նեոլիբերալ եւ ձախ շարժումները շատ բան այդ առումով դրել են հենց Արցախյան պատերազմի վրա։ Այսինքն կար տենց մի հատ ռետորապանություն, որ մեր մոտից գնում են, որովհետեւ պատերազմ է, իսկ եթե պատերազմ չլինի, ոչ մեկ էլ չի գնա ու կբանան։ Ոստեղ բնականաբար գալիս է Բալթյան երկրների օրինակը, որտեղ որ չկար պատերազմ, կար գեղեցիկ Եվրամիություն ու մարդիկ ես ունեմ իմ տեսությունը ինչի են այդտեղից գնում։ Բայց թվեր ասեմ։ Թվերն ասա, հա, իսկ հետո տեսությունը կասեմ, որ կարծեմ որ դա չկա։ Թվերը նայեմ, մի քանի համատական թիվ ես ասում։ Ուրեմն Հայաստանի բնակչությունը 90 թվականից 24 թվական, 1990-ից 24 թվական պակասել է 3.5 միլիոնից մինչև 3 միլիոն։ Դա իրականում բազմաթիվ գործոնների արդյունք է։ Օրինակ տեղի ունեցել շատ մեծ արտագաղթ 90-ական թվականներին, հետո ավելի փոքր տեմպերով արտագաղթ 2000-ականներին։ Տեղի ունեցել ներգաղթ, օրինակ անցած տարի Արցախից, 23 թվականի ընթացքում, բայց ներգաղթի ուրիշ նաև հոսքեր են եղել ավելի փոքր, օրինակ Սիրիայից, Լիբանանից, Վրաստանից որոշակի ներգաղթ է եղել եւ այլն։ Տեղի ունեցել բնական աճ այդ ընթացքում եւ այլն։ Հիմա բոլոր գործոնները, որ իրար վրա դնում ենք, ստացվում է, որ մեր բնակչությունը 3.5 միլիոնից այս ընթացքում պակասել է, դարձել է 3 միլիոն։ Հիմա այս Միքայելը կուղի կասի 2.8,
Չէ, 2.6 ես 265 ես այդքան էլ դրան չեմ հավատում, ավելի որովհետև քիչ նույնիսկ բայց ինչևէ, մոտավորապես եկեք 2.8 թվի վրա բան Ես ասում անենք։ եմ 2-ից հետո համաձայն։ Հայաստանում բնակչությունը ծայրահեղ մոբիլ է, ամենամոբիլ երկրներից մեկն է, երբ որ բնակչության ինչ-որ մի մասը կա, որ տարածություն տարվա մի մասը ստեղ ապրում, ուրիշ մասը սեզոնային աշխատողներ, այո։ Սեզոնը Ռուսաստանում, Աֆրիկա, Էմիրատներում ապրի եւ այլն, դրա համար այդտեղ պետքա միջինացնել այդ հոսքը, դրա համար եմ ասում եկեք 2.8 կանգնենք։ Հիմա տեսեք, մի քանի երկրի օրինակ ձեզ բերեմ, ինչա տեղի ունեցել իրանց հետ։ Վրաստանում այդ նույն ժամանակ բնակչությունը 5.5 միլիոնից պակասել է 4 միլիոն, ընդդեմ 4 միլիոնի մեջ մտնում են այդ ասպես կոչված ավտոնոմիաները։ Առանց դրա 3.7 միլիոն։ Հա, դրանք էլ ես հաշվում, որ ասում ես 4, հա։ Այո, առանց դրանց 3.7 միլիոնը ժամանակակից Վրաստանի Դե հա, բայց բնակչություն։ կոռեկտ է իրանց հետ համեմատել։ Իրանց հետ է պետք է համատել, որովհետև մարդիկ չեն վերացել, հասկանալի է։ 30%-ի նվազում է տեղի ունեցել բնակչության։ Ի տարբերություն Հայաստանի, որը 15%-ի նվազում է եղել, հա։ Վերցնենք Մոլդովան։ Մոլդովայում այդ ընթացքում 4.3 միլիոնից բնակչությունը նվազել է 2.7 միլիոն։ Այսինքն էապես ավելի շատ եղել, քան թե Հայաստան, 40%-ի նվազում է տեղի ունեցել։ Լիտվա 3.7 միլիոնից նվազել է 2.8 միլիոն, մեզանից ավելի շատ։ Ամենակատաստրոֆիկ նվազումը, որ ես տեսել եմ, դա Բուլղարիան է, որը 9 միլիոն բնակչից նվազել է մինչև 6.3 միլիոն, այսինքն 30%-ի անկում է տեղի ունեցել, առանց որևէ պատերազմի, առանց որևէ արտաքին վտանգի։ Օրինակ կարող ենք ասել լավ Լիտվայում տեսական կա ռուսական արտաքին վտանգ, մարդկանց մի մասը ուզում է հեռանալ, տեսական։ Շատ տեսական, հա։ Բուլղարիայում չկա ոչ մի արտաքին վտանգ։ Բուլղարիան Եվրոմիության անդամ է։ Հենց դրա պատճառով էլ ամենամեծ հոսքերը։ Այդ է Չէ, բայց Բուլղարիայում երկու գործոն է՝ հսկայական հոսք Եվրոպական միություն, հսկայական հոսք։ Ու ծայրահեղ ցածր ծնելիություն։ Ծայրահեղ, եթե մեր մոտ ծնելիությունը մոտավորապես 1000 մարդուն, այս ամբողջ ընթացքում տատանվել է 11-ից 14, 11-ից 15 մարդու միջակայքում, ասենք Բուլղարիայում 7-8 մարդ է ցանվում, երկու անգամ քիչ մեզանից։ Չկա, ասենք որ ժողովուրդը տես տերմին չէ, ասում է ազգ է շահվում։ Ազգ չի շահվում, այսինքն մահացությունը համատարած ավելի բարձր է։ Ինձ բերեցիր այն մտքին, որը որ ես ուզում եի ասել Եվրամիության երկրների համար հենց, որը քննարկեցինք նաև մի քիչ, որ երբ որ քո երկիրը ունի իր ազգային պատկերը ու իր ազգային տարրերը ու ինչ որ բաները, որ իրան առանձնացնում է, մեծ հաշվով ինքնությունը ունի։ Եթե ես ապրում եմ օրինակ Լիտվայում, Էստոնիայում կամ Բուլղարիայում, ու այդ Լիտվան, Էստոնիան կամ Բուլղարիան պայմանական Գերմանիայի տարբերվում է միայն տնտեսական ցուցանիշներով, այնա ես Գերմանիայում կապրեմ։ Ու այդ ես ուզում եմ վերադառնալ։ Ուտացել դա տեղի ունեն։ Տենց էլ տեղի ունեն։ Ու ես այդ առումով ուզում եմ վերադառնալ նրան, թե ինչա պետք ես կուզեի որ մենք խոսեինք շորթագրության թվերի պահպանման ստատիստիկայի աճի մասին, ու ինձ թվում է ազգայնականությունը, ինքնությունը ինքը իրականում, չգիտեմ կամացնեք թե չէ, գործիք է քո բնակչությունը քո երկրում առնվազն պահելու լավ, եթե ոչ միգուցե ծնելիությունը բարձրացնելու, բայց առնվազն էմիգրացիան կանխելու, հա, եւ դա մեր համար էգզիստենցիալ հարց է, այսինքն ազգայնականությունը այս առումով էգզիստենցիալ գործիք է դառնում, այս առումով եւս։ Հիմա տես հակառակ օրինակը բերեմ, կներես էլի, որ մի քիչ մանրամարում չարաշամ եմ։ Ուրեմն այդ նույն 35 տարվա ընթացքում Իսրայելի բնակչությունը 5 միլիոնից դարձել է 10 միլիոն։ Կրկնապատկվել է, բառացիորեն կրկնապատկվել է։ Անդրում Իսրայելը ԵՀԿ երկրների մեջ ունի ամենաբարձր ծնելիության գործընկերը, ստաբիլ մոտավորապես 3 եւ ավել է եղել, հիմա 2.9-ն է։ Ազգային պետությունի դեպ։ Միակ մեզից բացի երևի միակ միջինը։ Իսրայելի ուրիշ բան կա։ Իսրայելում կա առանձին խավ, որը օրենքով սահմանված է երեխա ունենալու համար։ Բայց միայն իրանց մեջ չի բարձր այդ երեխաների ցուցանիշը։ Իրանց մոտ ամենաբարձրն է։ Հերադիմի մոտ ամենաբարձրն է։ Կապ չունի, հարցը հետեւյալն է, որ իրենց մոտ շարքային քաղաքացին ավելի քիչ երեխա ունենում, քան Երևանի շարքային բնակիչը։ Բայց արդյոք այդ իրականում հիջել է, վերարտադրության խոսակիցը սեկուլար հրաների մոտ մոտավորապես 2-ա, հերադիմի մոտ մոտավորապես 4 եւ ավել է։ Այդ ձեր ասած 2-ի 30%-ը ԱՄՆ-ի անձնագիր ունի։ Դրա համար այդ բնակչության թվերը թույլ տվեք, Իսրայելը իրականում այդքան բնակչության թիվ չունի։ Իսրայելի պաշտոնապես այդքան է։ Նույն Ադրբեջանն էլ պաշտոնապես այդքան է։ Մի րոպե, այսինքն Իսրայելը իրանք ունեն ԱՄՆ, այսինքն այդտեղ չեն ապրում, հա, գնում գալիս են։ Երբ որ եղավ Գազայից հարձակում, չէ, 8 օրվա մեջ Իսրայելից 2 միլիոն մարդ է գնացել։
Դուք հասկանում եք անձնագիրը վերցրել գնացել են, այդ չի կարելի ասել։ Մեր Հայաստանի Հանրապետությունում պատերազմական ամենաթեժ պահին սկի մի տոկոսը բնակչության Դա հնարավորության կարծում եմ հարցել է, որովհետև իրանց անձնագրով հնարավորություն կա։ Ռուսաստանի անձնագրերը Հայաստանում։ Անձնագրերի մասին չխոսք, Իսրայելը իր իսկ անձնագրով կարա տարբեր տեղեր գնա։ Այն ժամանակ էլ որ 5 միլիոն էր նույնն էր։ Ուզում եմ ասեմ բոլոր դեպքերում հակառակը փոխվել է 70-ականների Իսրայելը չի սա։ Լավ, բան չունեմ ասելու, բայց ուզում եմ ասեմ, տես Իսրայելի աճը, ճիշտ ես ասում, դա պայմանավորված է մի շարք նաև այսպես ասած մեխանիկական գործոններով համաձայն եմ քո հետ։ Բայց փաստը այն է, որ Իսրայելում մենք ունենք ոչ միայն ստաբիլ բարձր ծնելիություն, այլև ստաբիլ բարձր ծնելիությունը կոռելացվել է երկու եւս գործոնի հետ։ Ծայրահեղ ազգայնական պետության, որ ամեն ինչում արտացոլվում, գաղափարախոսության, բանակում 3 տարի համատարած ժամկետային ծառայության, կանանց ծառայություն, կրթությունը ըստ բանակի քո բաների վրա հիմնելով Նրանով իդեպ որ ասենք արաբ բնակչությունը բանակում չի ծառայում, բայց հрьяաները ծառայում են։ Եվ այդ ծայրահեղ սեգրեգացիայի օրինակ է, ուրիշ երկիր, ոչ մի երկիր չկա, որտեղ ազգային բան պատկանելիության հիման վրա որոշվում է ծառայությունը թե չծառայությունը։ Այսինքն ծայրահեղ ազգայնական պետություն է, որը այդ նույն ընթացքում ունի բարձր տնտեսական աճ եւ ունի բարձր դեմոգրաֆիական աճ։ Այդ ըստ էության ֆենոմեն է, որը պետք է ուսումնասիրել ու հասկանալ, ոնց են այդ բոլորը իրար հետ կոռելացվել։ Ոնց է ստացվել, որ երկիրը համ հարուստ է, համ արագ է զարգանում, համ բարձր տեխնոլոգիական է, համ էլ ամեն տղամարդ գնում է 3 տարի բանակում է ծառայում։ Այդ ոնց է ստացվել։ Ու դրանից հստակ օրենսդրական կարգավորում դրա, այսինքն տեղ ինչ որ նոր բան հորինելու կամ փնտրելու բան չկա։ Դա Հայաստանի համար Իսրայելի օրինակը, որ շատ են ասում, մենք ինչու չենք կարողանում Իսրայել, ուղղակի համատելու չի, որովհետև շատ པարզ բացատրություն չէ, երբեք դեմոգրաֆիայի տեսանկյունից ասեմ ինչու երբեք հնարավոր չի, որովհետև իրենց մոտ այդ ձեր ասած սեգրեգացիան նաև կրոնական սեգրեգացիայի է գնում օրենքով, իրենց մոտ օրթոդոքս հрьяաները բանակի ծառայությունից ազատված են եւ իրենց խնդիրն է ունենալ շատ երեխա, այդ մարդիկ կազմում են 800,000-ից մի փոքր ավելի, վերջին տվյալները 860,000-ի չափ են։ Այսինքն իրենք կոնկրետ ունեն գործառույթ, Հայաստանում դուք ոնց եք պատկերացնում, ինչի հիման վրա պիտի որոշեն, ովքեր են օրթոդոքս հայ քրիստոնյաներ, ովքեր չէ, ենթադրենք, հա։ Բայց կներես, էլի միանգամից ընդհատեմ, որտեղ խնդիր եմ տեսնում, այդ օրթոդոքս երեխան, այդ ընտանիքների այդ 9-10-15 երեխաները հետո չեն ունենում այդ ներդրումը հասարակության մեջ, որը ունենում են սեկուլյար հрьяաները, իսկ մենք սեկուլյար հрьяաները ունենում են, այսինքն ինձ թվում է իրանց առանձին է պետք դիտարկել, իսկ մեզ պետք է համեմատել սեկուլյար, որի ներդրումը շատ մեծ է իրականում։ Ես ավետիքի ասած բանի մեջ մի հարցում համաձայն եմ, որ մեզ մոտ եթե մենք ազգային, հա, դիմագիծ ենք դնում, այսինքն տվյալ դեպքում օրինակ, հա, առաքելական եկեղեցու պսակի խորհուրդը, եթե լայն ասենք հասարակական շրջանակներին ինքը քարոզի պայմանական օրինակ բերեմ, եթե օրինակ գնում եք ԶԱԳՍ, հա, պետական գրանցում ստանալու, ինչ են անում, մի հատ շամպայն են տարակացնում, մի հատ ծոցա էլ ասում է ստորագրեք։ Շամպայնել չեն տարակացնում։ Հա, այդ շամպայնը դուք եք տանում տարակացնել։ Հիմա այ եթե օրինակ այդ ժամանակ բացատրեն, զրույց լինի, ասենք հոգեորական առանձին զրույցի, հոգեբան առանձին զրույցի, խորհուրդը բացատրեն, այդ ընտանիքն ինչ է, էսեն, մեզ մոտ ասում են դե տատիկը, պապիկը կբացատրեն, ծնողը կբացատրի, չգիտեմ ինչ։ Հիմա օրինակ նույն եկեղեցին չունի ամուսնալուծության կարգ։ Այսինքն եթե հարցին մենք գանք այս ավանդական արժեքային համակարգի տեսանկյունից, ես համաձայն եմ։ Միջև ԶԱԳՍ-ը պետք է անել, այդ եթե մենք ուզում ենք նմանատիպ մոտեցում ցուցաբերել, այդպես սկսի մանկապարտեզից ու դա մեծ բան, բայց հիմա որ ասվում է իրենք ներդրում չունեն պետության մեջ, իրենք կարծում են որ ամենաշատը հենց իրենք ներդրում ունեն։ Դե իրենք ինչ են կարծում։ Ապահովում են դեմոգրաֆիան։ Իրենք իրենց ազգի հարատևությունն են ապահովում, որովհետև ազգի հարատևությունը մեկ շնչի հաշվի կնող հնայի ցուցանիշով չի։ Միքայել, նայ, ինչ որ դու ասում ես, ես համաձայն եմ բացնայից, որ դա երբեք հնարավոր չի։ Եվ ասեմ ինչու համաձայն չեմ այդ պնդմանը։ Ի վերջո հрьяաները այդ այսպես ասած սեկտան ստեղծել են սրանց ընդհանրապես մի քանի 100 տարի առաջ։ Այդն է չէ որ օրթոդոքս հрьяաները մի քանի 1000 տարի գոց։ Բայց ինչ սկզբունքով եք հայերի մեջ ստեղծել։ Չէ, մի րոպե, բայց ով ասում որ մեզ պետք է ստեղծել օրթոդոքս սեկտա։ Մեզ ուրիշ բան է պետք։ Մեզ պետք է որ հայ ընտանիքների մեծամասնությունը ունենա այն գիտակցությունը, որ ինքնապահպանումը պահանջում է բարձր ծնելիությունը։ Հիմա ես այդ գիտակցությունը ունեցել եմ, ես եւ կինս, մեր ընտանիքը ունեցել է հենց 25 տարի առաջ, երբ որ մենք ամուսնացել ենք,
2001 թվականին 24 տարի առաջ մենք ունեցել ենք այդ գիտակցությունը, մենք իրար հետ խոսել ենք դրա մասին, գիտակցված ընտրություն են կատարել, մենք 4 երեխա ունենք, որ մենք պետք է ունենանք վերարտադրության գործակցից, ստանդարտ գործակցից բարձր։ Ինչի, որովհետև մենք հասկացել ենք, որ մենք ապրում ենք մի ժամանակում, մի տարածաշրջանում, մի իրողությունների մեջ, երբ որ դու քո երկրի պաշտպանությանը պետք է նպաստես ոչ միայն քո ուղեղով, քո աշխատանքով, քո նյութական միջոցներով, ինչը մենք անում ենք, բայց նաև քո մեխանիկական վերարտադրությամբ, այսինքն դու պետք է խնդիրը լուծես, որովհետև եթե պարբերաբար այս երկիրը ունի պատերազմների վտանգ, ունի պաշտպանության անհրաժեշտություն, որ այդ պաշտպանությունը ռոբոտները չեն արել մեր տեղը։ Ի վերջո դե ռոբոտներն էլ մի քիչ կանեն, ցանկալի է։ Ներողություն, ես զբաղված եմ այդ ռոբոտները սարքելով ինձ պատմել դրա համար, հավատում ռոբոտներ մի քիչ անեն։ Ես այդ ռոբոտներն եմ սարքում, որ մարդը չգնա պարսատիկով կռվելու, հասկանալ է, բայց ի վերջո նույնիսկ ռոբոտի հետևը պետք է օպերատոր կանգնացնի, չէ՞։ Ուզում ասեմ, մենք պետք է այդ գիտակցություն ունենանք եւ հрьяաների դեպքում դու կենտրոնանում ես հերեզիմի վրա, այսինքն օրթոդոքսների վրա, բայց հрьяաների մոտ այդ գիտակցությունը համատարած է, որ իրանք պետք է երկիրը պաշտպան։ Հիմա դասում ես 2 միլիոն մարդ թողեց գնաց, բայց 300,000 մարդ էլ զորակոչվեց միանգամից բանի մեջ։ Բայց ինչ է, 400,000 մարդ էլ ցույց էր անում բանի վարչապետի հրաժարականի պահանջով եւ LGBTQ+ դրոշներով։ Այսինքն մենք հիմա Իսրայելի հասարակությունը, չգիտեմ ինչի քարոզության արդյունք է դա։ Հայաստանում համատարած հիացած են պետության 70-ական թվականների մոտ։ Անկեղծության համար ասենք, որ կան բաղադրիչներ, որոնցով իսկապես արժի հիացած լինել է։ Դա այն պետությունը չի, որ դուք հիանում եք։ Դա 70-ական թվականների պետությունն է։ Մեր պատկերացումը Իսրայելի մասին, դա 70-ականների Իսրայելն է։ Հենց դա էլ օրինակ ապերվում որպես կանոն։ 70-ականների Իսրայելը չի։ Հիմա Իսրայելի բնակչության մեծ մասը ուլտրալիբերալ գաղափարներով առաջնորդվող մարդիկ են, որոնք որ կարևորում են այս դրությամբ իրանց կյանքը։ Դրա համար էլ պատերազմը սկսում է, իրանք պետք է հեռանան։ Միքայել, ներողություններ, եթե այդպես լիներ, Նատանյահուն չէր լինի իշխանության, հաստատ այն չէ։ Ինքը կոալիցիոն իշխանություն է ձևավորել։ Բայց մնացածները ավելի ծայր ընտրությունների արդյունքները որ նայեք, ես ասացի, ընտրությունների արդյունքով լիբերալները բավականին լավ ցուցան։ Բավական, բայց ոչ 80%։ Հա, բայց դա չի դարձնում բայց ոչ 80%։ Բայց ախր ուլտրա ազգայնականները պարտվել են։ Նատանյահուն ուլտրա ազգայնական չի։ Ավելին, երբ որ կոալիցիան ձևավորում էին, լիբերալ չի։ Երբ որ ձևավորում էին իրենք կոալիցիոն կառավարություն, կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ազգայնականները պահանջ էին դրել, որ պաշտպանության նախարարը իրենցից պետք է լինի։ Հաջորդ իսկ օրը կանչեցին իրենց Վաշինգտոն, ընդ որում հանդիպումը եղել է ոչ թե Սպիտակ տան, այլ Պենտագոնում, դա հատուկ էլ ամերիկացիները հրապարակել էին արաբներին սիգնալ։ Եվ իրենք այդտեղ որոշեցին, որ պաշտպանության նախարարը չի կարող լինել ուլտրաազգայնական թևից, որը կարող է հաջորդ իսկ օրը արաբների դեմ պատերազմ սկսեն։ Այդ հարց չի առաջանում, ինչու են Գազան ռմբակոծում մի հատ փամփուշտ նույնիսկ չի ընկնում Հորդանանի ուղղությամբ։ Չէ՞ որ մեծ մասը պաղեստինցիների ապրում են ոչ թե Գազայի հատվածում, այլ ապրում են այլ հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին։ Համենայն դեպս Գազայի ռմբակոծությունները, այն ինչ որ Իսրայելը Գազայում անում է հասարակության մեջ այդ տոկոսի արդարացումը եւ դրսի լոբին այդ ուղղությամբ չի տալիս որևիցե միտք ինձ համենայն դեպս, որ Իսրայելը կարելի է անվանել ուլտրաձախ պետություն։ Եկեք մենք շատ Հա, բայց ես հատուկ դուք նայում եք այն լրատվամիջոցները, որ չգիտեմ, տալիս են այն պատկերը, որ դուք տեսնում եք, խոսում եք, բայց Իսրայելում կա հետեւյալ պատկերը։ Միաժամանակ պատերազմ է, մայրաքաղաքում ցույցեր են, սկի Ռուսաստանում ու Ուկրաինայում տենց բան չկա։ Դա ռեժիմի տարբերություններն են ինձ թվում, ոչ թե ռեժիմ չի, դա հենց այնն է, մարդիկ ասում են, ավարտեք Գազայի ռմբակոծությունները, հետ բերեք մեր գերիներին։ Այդպես էլ եղավ։ Չէ, բայց դրանք չեն ասում ավարտեք ռմբակոծությունները, հետ բերեք գերիներին։ Ես կներես էլի։ Ինձ թվում է մենք Իսրայելի ուղղությամբ շատ գնացինք։ Ես համաձայն եմ Միքայել հետ, որ Իսրայելի հասարակությունը կիսված է, համաձայն չեմ, որ 80%-ն է։ Բևեռացված է միանշանակ։ Լիբերալ, բայց այո, կիսված է, բևեռացված է, պատահական չէր, որ Քնեսետի ընտրությունները 3 անգամ բերեցին 50-50 արդյունքի եւ այլն, այդ ամեն ինչ եղել է, բայց եկեք վերադառնանք մեզ, որովհետեւ ես ուզում գամ այն նրան, ինչ որ դու ասում էիր գիտակցված որոշման մասին, երեխաներ ունենալու ու դա Իսրայելի մասն էլ ես դա ասում, ես էլի վերադառնալով իմ ոսկնյակին համարում եմ, որ չի կարելի թողնել նրան, որ քո մոտ լինի, որ դու վստահ լինես կամ դու ակնկալես, որ քո մոտ կա հասարակության բավարար տոկոս, որը այդ գիտակցված որոշումը, որ պետքա շատ երեխաներ ունենալ, որովհետեւ մեր ազգին, մեր երկրին, մեր պետության, մեր հայրենիքին դա պետքա,
կունենա եւ ես կարծում եմ որ այստեղ գալիս են արդեն մեխանիզմները այսինքն ինչ որ տոկոս կլինի այդ լավագույն դեպքում իմ կարծիքով 5% կամ 10%, որը դա կգիտակցի հենց որովհետեւ իրան ասել են գիտես մեզ տենց պետք է Okay, բայց այն մնացածը պետք է արդեն լինեն մեխանիզմներով, դա կանանց միգուցե խրախուսելու մեխանիզմներն են, խոսում էինք դրա մասին, դա սոցիալական ինչ-որ մեխանիզմներն են, ես իմ աճ լինելով հանդերձ կասեմ okay, բայց փորձը ցույց է տալիս, որ շատ առանցքային խնդիր է, երբ որ պետությունը կարողանում է լուծել կնոջ կարիերայի շարունակականության հարցը։ Շատ երկրներում, որտեղ ծնելիությունը շատ ցածր է, օրինակ Ճապոնիայում կամ Կորեայում հարավային, լրջագույն խնդիրներից մեկն է, որ երեխա ունենալը մանկածնությունը ըստ էության խզում է կնոջ կարիերան։ Մի հատ երեխա ունենում ու չի կարողանում երկար տարիներ վերադառնալ աշխատանքի շուկա։ Այդ խնդիրը ֆունդամենտալ պետք է լուծել երկրում։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում ծնելիությունը բարձր լինի, կանայք ըստ էության պետք է բացարձակ չանհանգստանան, որ իրենք կարող են աշխատանքից զրկվել։ Բացարձակ չանհանգստան։ Եվ դա եւ օրենսդրության խնդիր է, այսինքն պետությունը օրենսդրության միջոցով դա պետք է խրախուսի, եւ պետության կողմից ներդրումների խնդիր է։ Օրինակ մանկապարտեզների որակյալ ընդորում մանկապարտեզների ցանցի մեջ, որովհետեւ երեխաները հաճախ են մանկապարտեզ, իսկ կինը կարողանա գնալ աշխատանքի, եւ նաեւ հասարակական, այսպես ասած, միջավայրի եւ տրամադրությունների խնդիր։ Օրինակ, տես, իմ մոտ կան կին աշխատակիցներ, որոնք դե բնականաբար երիտասարդ կանայք են եւ գնում են, ասենք, վերցնում են արձակուրդ երեխա ունենալու համար։ Ես բացարձակ դա խրախուսում եմ, ասում եմ ավելին, ասում եմ, կարաս մի քիչ նույնիսկ ուշ վերադառնաս, մենք կփոխհատուցենք դա, կվճարենք, կփոխհատուցենք, որտեղ ես sense եմ մտածում։ Ես դրա միջոցով ներդրում եմ կատարում իմ երկրի դեմոգրաֆիական առողջության մեջ։ Բոլոր բիզնեսները տենց չեն մտածում, դա նորմալ է, որ չեն մտածում։ Իրանց պետքա։ Չէ, բայց ես այդ եմ ասում, ունե որ մարդկանց դա պետք է նաև բացատրել, որովհետև դու ինչքան ուզում ես միայն հարկադրանքի միջոցներով արա, եթե մարդը իր գիտակցությունը չունենա, որ օրինակ, տես, շատ པարզ ընտրություն է, երիտասարդ կին է գալի մոտդ աշխատանքի ընդունվելու, չէ՞։ Դու իրան ընդունում ես ու ասում ես ոչինչ, կես տարով կգնա երեխա կունենա, ոչինչ, ես այդ ներդրումը կկատարեմ, հա, ես այդ ներդրումը կկատարեմ։ Եվ կավ ընդհակառակը, ասում ես, այս կնոջ պետք է ընդունեմ աշխատանքի, կես տարով անհայտանալու է, բայց ինչ եմ անելու եւ այլն, հա, այդ ընթացքում։ Այդ ամբողջ հարցը այդ մտայնության մեջ է։ Դու առաջին մտայնության կրողն ես, թե երկրորդ, եւ մեզ պետք է այնպես անել, որ մարդիկ լինեն առաջին մտայնության կրող, այսինքն իրենք խրախուսեն, նաեւ գործատերերը խրախուսեն իրանց մոտ Մենակ մտայնությունն էլ, ու այդ մտայնությունը շատ տարբեր գործիքներով պետք է բացատրվի, մեկը այսպես կհասկանա, մեկը այնպես կհասկանա, որովհետև պայմանական, չգիտեմ, մարզում, երբ որ ինչ-որ մեկը խանութ է աշխատածում, այդ դու չես կարա էլի այնտեղ ակնկալես այդտեղ մարզերի մասին չի խոսքը, փոքր բիզնեսների մասն է խոսքը, որոնց համար բառից բուն իմաստով ամեն դրամը կապ ունի, էլի, այդտեղ մի քիչ դժվար է մտայնություն ակնկալել, բայց պիտի լինի նաև գործիքակազմ, որը դա խրախուսի։ Պետությունը այո, պետությունը պիտի դրան աջակցի ու կանանցել այստեղ իրականում բալանսն է շատ դժվար գտնել, բայց պետք է գտնել գաղափարախոսական բալանսը, որ մի կողմից դու չլինես շատ ձախական, որը որ կանանց ասում է, չէ, թող երեխուն գնա, չգիտեմ, ամեն ինչը թող, բայց մյուս կողմից էլ դու կարողանաս այդ նույն քո ասած այդ մանկապարտեզների եւ երեխայի խնամքը կազմակերպես հենց այսպես ընտանեկան սիրո հովանոցի ներքո էլի, որպես որ ազգը մտածում է եւ հոգում է քո մենք բոլորս ընտանիք ենք, այս ինչը մեծ հաշվով ազգը կարող է նորմալ վերարտադրվել, եթե ազգի ներսում սեր կա։ Եթե այդպես པարզ ֆորմուլա է, այդ հարցը չենք կարող լուծել։ Չէ, բայց իսկապես է։ Չէ, հենց այդ պետք է լուծենք։ Հենց այդ պետք է լուծենք, որովհետև այլապես այդ ազգը ընդհանրապես ասած ինչը պետք է վերարտադրի։ Ամուսնություններն ես ասում։ Ընդհանրացակ իմաստով, լայն իմաստով, որովհետև եթե սերը չկա, այդ ազգը ունենալու է լավագույն դեպքում մեխանիկական վերարտադրություն, իսկ վատթարագույն դեպքում ատելություն է վերարտադրելու։ Մի հատ էլ գիտականորեն այդ սերը բան արեք, էլի, խնդրում եմ։ Չէ, ես քեզ օրինակ բացատրեցի, իմ մոտ գալիս է երիտասարդ կին ընդունվում աշխատանքի, ես ընդհանրացակ իմաստով հայրական հոգացություն պետք է ունենամ իր նկատմամբ։ Ու ասեմ, ես պատրաստ եմ իրան ոչ միայն աշխատանքի ընդունել, ես պատրաստ եմ ին վրա վերցնեմ այն բեռը, որը ինքը իր հետ բերելու է, հա, մանկացնության հետ կապված, որտեվ ես այս ազգը սիրում եմ, որտեվ ես սիրում եմ այս ազգի երեխային, այս ազգի կնոջ եւ այլն, հասկանում ես,
այդ ընդարձակ գաղափարը։ Հասկանում եմ, բայց հույսս դրա վրա չէի դնի, սենց ասեմ։ Բայց չէ, ես չեմ ասում, որ հույսը միայն դրա վրա, բայց եթե դա չկա, հա, պրոպագանդան պիտի հասկանում լինի։ Այո, բայց դա էլի գալիս է, ես էլի գալիս եմ ազգայնականությանը, դա պիտի ազգայնականության ընդհանուր պրոպագանդայի տարերից մեկը լինի, պիտի լինի կոմոդ նացիոնալիզմը որպես նախ adekvat իդեա ռեալիստական։ Պետք է պոզիտիվ լինի։ Իր մեջ պետք է դրական լիցք լինի, հասկանում ես։ Այստեղ սերը համաձայն Իր մեջ պետք է դրական հետորաբանությունն էլ պիտի այդ տեսանկյունից այդպես լինի։ Վիճակագրությունն էլ որ նայում ենք, հիմա պահպանողական հասարակությունները դրսևորում են ավելի բարձր վերարտադրողականություն կան։ Դե հա, ինձ թվում է միշտ է տենց եղել, չէ՞ երևի, հա։ Բայց նույնիսկ այսօրվա աշխարհի պայմաններում էլի, այսինքն զուտ տեխնոլոգիական միջոցները պատկերը շատ չեն փոխում։ Չնայած որ ամբողջ աշխարհում կա նվազում ծնելիության, բացի բանից հասարակացից հարավ ընկած աֆրիկական պետություն Նիգերից ու Նիգերիայից։ Մի հարց էլի ԵՄ-ի շրջանակներում ինչ որ բան դիտարկելու համար Հունգարիայի մասին, որովհետև ի տարբերություն այդ նույն մնացածի, հա, Հունգարիան, որը ավելի պահպանողական է, ավելի ինքը իհարկե մեր ճշնամիների ընկերն է, բայց ամեն դեպքում հետաքրքիր кейս է։ Իրանք խրախուսում են, չէ՞, ծնելիություն, այսինքն այդտեղ ազգայնականությունը եւս դեր խաղում է, ենթադրում եմ, չէ՞։ Տեսեք, 3 հանրապետություններ, որ նմանատիպ խնդիրների են բախվել, ունեն հիմա տարբեր պատկեր՝ Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան։ Ռումինիան Բուլղարիայի նման փլվեց, հետո իրենք գտան ֆորմուլա։ Հունգարիան էլ էր, նորմալ ավելի շուտ է Հունգարիան սկսել փլվել, բայց իրենք գտան ավելի շուտ ֆորմուլան։ Լեհաստանը բոլորից առաջ անցավ։ Իրենք ինչ են անում։ Ռումինիայում օրինակ մտցրել են արդեն մի քանի տարի է հղիության արհեստական ընդհատման գործընթացում հոգևորականի գործառույթ։ Հա, իսկ Լեհաստանում ընդհանրապես դա դժվար է, չէ՞, ինչքան հասկանամ հնարավոր չի։ Դա ֆունդամենտալ կաթոլիցիզմ է, ինչ Իսրայել, ինչ բան, ոչ մի երկիր չի համատվի Լեհաստանի ֆունդամենտալ կրոնականության հետ։ Այսինքն այդ խիստ սեկուլյար հասարակությունն է մի կողմից օրենսդրական առումով, մյուս կողմից խիստ կրոնականացված է լայն հոգևոր իմաստով, այսինքն այստեղ այն ձեր ասած պոզիտիվ ազգայնականությունն է, այսինքն ինքը մտել է հանրային գիտակցության մեջ, որ կաթոլիցիզմը դա իրենց ազգային ինքնության մասն է։ Եվ այդ ազգի հարատևման, Եվրոպայում առաջատար դիրքերի լինելու համար իրենք պետք է անեն ամեն ինչ։ Այդ թվում ծնելիությունը պետք է բարձրացնել, տնտեսական ամենաբարձր աճ ունենալ։ Հիմա Լեհաստանում, որ տարբեր շփումներ եմ ունենում նույնիսկ պատմաբանների հետ, իրենք այնպես են խոսում, որ դե Գերմանիան ինչ է արդեն մեզ համար։ Բայց Հունգարիան կաթոլիցիզմի վրա, այսինքն ինքը Հունգարիան իրենք կրոնական ազգայնականություն չվերցրին, էթնիկ ազգայնականություն, այդ է ինձ հետաքրքիր։ Որովհետև իրենք դե հարևանները կաթոլիկ են մեծ մասը, իրենք ինչ պիտի անեն ու նրանց ինչով պիտի տարբերեն նույն կաթոլիկությամբ։ Օրինակ Լեհաստանի պարագայում կա տարբերություն, մի կողմից ավելի շատ բողոքական բնակչությամբ Գերմանիան է, հենց այդ հատվածն է բողոքական, մյուս կողմից ուղղափառ բանն է, Բելարուս ասենք օրինակ, հա, եւ կամ Ուկրաինայի, չնայած այդ մասը Ուկրաինայի ավելի կաթոլիկներ մեծամասնությունը, բայց մեկ իրանք ընդհանուր այդ պետությունը համարում են իրենց համար ավելի ուղղափառ հասարակության պետություն։ Մի խոսքով հիմա իրենք որոշեցին էթնիկ բան, ազգայնականություն եւ էթնիկ ազգայնականության հանգամանքից ելնելով ինչ պետք է անեին առաջինը միգրացիոն օրենսդրությունը խստացնեին։ Խստացնում են, հետո ասում են բա աշխատող ձեռքի խնդիր ունենք։ Հիմնական արգումենտը գործող իշխանությունների դեմ դա էր օրինակ, ասում են դուք երբ որ միգրացիոն քաղաքականությունը խստացնում եք, բա ով պիտի աշխատի, երեխա քիչ ենք ունեցել, վիճակը լավ չի, դեմոգրաֆիայի ծնելիությունը ցածր է մահացությունից, ասես դե ուրեմն խնդրեմ ժողովրդագրական քաղաքականություն ունեցենք, փոխում շատ երեխա ունեցեք։ Եվ իրենք նպատակը կապում են նույն տնտեսական աճի հետ, պետության հարատևում, չգիտեմ ինչ, հեքիաթներ են նաև հորինում պանթյուրքական ինչ որ աշխարհի, ես Դե իրանք ընկերներ են, իրանք սիրում են իրար, բայց ամեն մեկի իր ֆորմուլան գտել է։ Հիմա մենք պարտադիր չի պայմանական Լեհաստանի կամ Հունգարիայի կամ Ռումինիայի կամ Իսրայելի կամ ինչ որ մեկի ազգայնական օրինակ։ Այո։ Մենք մերը պետք է գտնենք, բայց երբ որ ես նայում եմ այս տարածաշրջանին ու ես խոսում եմ այդքան Կովկասի մասին, չէ, ինչքան մեր ու դեպի միջին արևելք, երբ որ ես նայում եմ, տեսեք, մենք գրեթե միակ ազգային, Եզակի ազգային պետություններից ասորիները չունեն ազգային պետություն, դրուզերը չունեն ազգային պետություն, այնտեղ չգիտեմ ես Իրանը կամ Թուրքիան ազգային պետություն չեն։ Իրանը հələ միգուցե կարելի է դիտել, բայց Թուրքիան ազգային պետություն։ Եթե մենք իրավական տեսանկյունից ենք նայում, իրավական տեսանկյունից Թուրքիան ազգային պետություն է։ Բայց իրենք սահմանել են որ բոլորը թուրք են։ Բայց դա տես չի, բայց մենք դա տես 30%-ը թուրք չի։ Իսկ մենք ազգային պետություն ենք ու մեր համար
դա ես նորից վերադառնալով էգզիստենցիալ պահպանվելու այնպես ինչպես մենք ուզում ենք պահպանվենք, հա, այսպիսի հայ մնալով դա կարևոր է, եւ այստեղ ես կարծում եմ, որ շորթագրության դեմոգրաֆիայի աճի մեջ էլ ազգայնական ռետորաբանությունը պիտի դեր խաղա, որովհետեւ իդեպ եկեղեցին դրա մեջ մտնում է, որովհետեւ առաքելական եկեղեցին եզակի է ու տարբեր է, ու այդ տարբերություն ուրիշ ձևի լինելու մտքերն է պետք է հասցնել տարբեր ես ասում եմ մենք քան որ ավարտին ենք մեր քննարկումը հա ափսոս ես դե շարունակենք հետո բայց ուզում եմ ասեմ հետևելը մենք հայերս անդադ խոսում ենք նրա մասին որ մենք ուրիշ ենք մեզ պետք է սկսել կենտրոնանալ նրա մասին թե որտեղ ենք մենք հասնում գերազանցության որովհետև պարզապես ուրիշ լինելը դա դեռ բավարար չի ազգայնականության, այսպես ասած ֆունդամենտ կառուցելու համար։ Բայց ձգտումն էլ կարող է Դու պետք է ձգտես գերազանցության եւ դու պետք է ցույց տաս որտեղ ես դու այդ գերազանցությանը հասնում, այդ դեպքում քո ազգայնականությունը եւ տրամաբանված է եւ հիմնավորված է եւ նա նաեւ կբերի վերարտադրության, որովհետեւ դու ուզում ես վերարտադրել են, ինչ որ հասնում է գերազանցության, ասես բնության մեջ աշխատում է Դարվինի սկզբունքը։ Ի վերջո վերարտադրվում եւ բազմանում այն որը գերազանցություն ունի կողքի ավելի թույլ տեսակի նկատմամբ։ Մեզ դրան է պետք ձգտել։ Ինչպես նաև ավելացեմ նաև, որ պիտի հասարակությունը գոհ լինի ինքն իրենից, որովհետև դա էլ պահպանողականության մի մասն է, որ երբ որ դու ուզում ես պահպանես այն, ինչից որ դու գոհ ես, ու այստեղ վերարտադրությունը եւս։ Այդտեղ հիշենք քարոզությունը տասնամյակներ շարունակ, մոտավորապես 15 տարի լավ։ Մեզ մոտ մեդիա հարթակներով գնացել է հակառակ քարոզություն։ Այո, ավել իրական։ Օրինակ, չգիտեմ, նախկինում ներկա իշխանություն ընդդիմությունը անդադ ասում էր վատե ամեն ինչ, չէ։ Եվ օրինակ կոռուպցիայի ընկալման ինդեքսը իրական կոռուպցիայից 3 անգամ բարձր էր։ Արտագաղթի ցուցանիշների մասին մարդկանց պատկերացումները 4 անգամ ավելի բարձր են եղել իրական արտագաղթից։ 2000-ականների խոսքի ազատության մասին եւ այլն բոլորը Եվ դա ազդել է հենց նախարարությամբ չզբաղվենք։ Չէ։ Ասում եք որ իրականում ավելի լավ է, Միքայելն է դա ասում, չէ՞, եթե ճիշտ եմ ամեն ինչ դեռ կորցված չի։ Չէ, կորցված չի, բայց մյուս կողմից իհարկե հսկայական ջանք է պահանջում, դրանով գուցե այդ այսպես ասած պոզիտիվ նոտայի վրա ավարտենք մեր այսօրվա թողարկումը, հիշեցնեմ, որ ձեր հետ հայկական գործոն է, ես Ավետիք Չալաբյանն եմ։ Ես Նունե Մելքումյանն եմ եւ այսօր մեր հյուրներ պատմաբան գիտությունների տեխնացու Միքայել Մալխասյանը, բաժանորդագրվեք հայկական գործոնին բոլոր հարթակներում մենք կանք, Instagram-ում, իհարկե YouTube-ում, Facebook-ում, TikTok-ում, բաժանորդագրվեք եւ հետեւեք մեր հաջորդ թողարկումներին։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Հաջողություն։